Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարների մեծ մասն արդեն գնացել է ընտրության։ Այսօր խորհրդարանական ընտրությունների օրը քարոզչությունն արգելված է։ Հետևաբար թեկնածուները հիմնականում հայտնում են, թե հանուն ինչի են քվեարկել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քվեարկությանը հանուն տարածաշրջանային խաղաղության ու համագործակցության։ Ժողովուրդը ինչ որոշի, ես առաջնորդվի պետությանը, անկախությանը, ապագային խաղաղությանը եւ երեխաների հեղափոխությանը տեխնոլոգիու առաջնորդությունը։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ընտրության էր եկել տիկնոջ ու թոռնուհու հետ, հանուն պաշտպանված, բարեկեցիկ ու ազգային Հայաստանի, բնորոշեց այսպես իր ընտրությունը։ Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին ուղղակի նպատակի հասնելու համար եւ եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, ոչ միտեղ հետ չենք նահանջել եւ ռադիկալ ընդդիմադիր որպես ուժ, կարծում եմ ոչ մեկի մոտ կասկած չկա, որ հենց մենք էինք ամենից ռադիկալը։ Միասնության թևեր կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը ազգային ժողովի այս ընտրությունները պատմական է որակել։ Մենք որոշում ենք այսօր մեր ապագան։ Մենք որոշում ենք մեր երեխաների համար, ինչ երկիր ենք մենք ունենալու մեզ համար։ Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը հանուն փոփոխության ու վերակառուցվող Հայաստանի։ Մեծ փոփոխության մեր երկրում ու վերակառուցվող Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրենց երկիրը վերակառուցելու եւ ոչ թե իրար վատություն անելու, իրար հետ կռվելու, հակադրվելու։ Վերակառուցենք, վերջապես թոթափենք մեր վրայից այս հակադրությունների ընդհանուր ֆոնը եւ սկսենք մեր երկիրը սարքենք լուրջ զարգացող ակտիվ երկիր։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, քաղաքացիները փոփոխությունների ակնկալիքով ակտիվորեն են մասնակցում քվեարկությանը։ Այսօր նայելով այս բոլոր մասնակցությունը, որ առավոտյան ժամը 8-ից ժողովուրդը մասնակցում անդուցեն, այսպիսի բան չի եղել։ Ժողովուրդը ես ասացի, ուզում է փոփոխություն, արդեն հոգնել է։ Իսկ մենք էլ քվեարկել ենք լավ փոփոխությունների համար, որ ժողովուրդը լավ ապրի, փող աշխատի։ Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը հանուն կայուն ապագայի հավասարակշռված խաղաղության։ Հիմա կտեսնենք Աստծո հաջողությամբ թող ընտրությունների գործընթացը մաքուր անցնի եւ խախտումները տեսակարար կշռով չգերազանցեն այն թույլատրելի շեմը, որը կարող էր ազդել վերջին արդյունքի վրա։ Եթե նորմալ ընտրություններ կլինեն, ապա բոլոր հակադրությունները մենք կփորձենք այնպես անել, որ բախման չգնան։ Ռեֆորմիստներ կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը հանուն Հայաստանի անվտանգության ու զարգացման համար է քվեարկել, շեշտելով, որ անկախ նրանից ինչ արդյունքներ կլինեն, ազգային ժողովը պետք է ղեկավարվի ազգային շահերով։ Կարևորը նա է, որ ընտրություններից հետո ձևավորվի ազգային ժողով, որը նպաստելու է Հայաստանի անվտանգության եւ զարգացման։ Կարևորը դա է։ Իսկ անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կլինի, որպեսզի մեր ազգային ժողովը ղեկավարվի պետական եւ ազգային շահերով։ Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն է քվեարկել այն Հայաստանի համար, որտեղ վերջնականապես կհարգվի ժողովրդավարությունը։ Ես նոր քվեարկեցի։ Ես քվեարկեցի նրա համար, որ խելագար Հայաստանը փոխարինենք խելամիտ Հայաստանով։ Ես քվեարկեցի նրա համար, որ գերտերությունները Հայաստանում չպատերազմեն, չվերածեն Հայաստանը ավերակների եւ եթե մրցակցում են, մրցակցեն ազդեցության համար ներդրումներով, որպեսզի Հայաստանը դառնա մի հանգույց տրանզիտային, որը կկապի որպես երկիր կամուրջ, կկապի ոչ միայն արևմուտքը արևելքի հետ, այլ նաև հյուսիսը հարավի հետ։ Հանուն Հանրապետության կուսակցության վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը քվեարկել է հանուն ընդդիմափոխության։ Հանուն Հանրապետության, հանուն ընդդիմափոխության, հանուն ուժեղ հակակշռի, հանուն մի քաղաքական միջավայրի, որտեղ մեր պետության գոյությունը չի վիճարկվում, որտեղ մեր պետության գոյությունը վտանգավոր չի համարվում։
Ազգն այսօր զարթոնքի պահանջ ունի։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանն է ասել. Ես հույս ունեմ, որ մեր ազգը այս ընտրությունով ցույց է տալու, որ ուժերը ընդհանրապես իրավունք չունեն ներգրված լինեն քաղաքական պայքարի մեջ։ Քվեարկում ենք հանուն համերաշխության, հաշտության վերականգնման համար։ Լուսավոր Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի տեսակետն է. Այսօր ժողովուրդը որոշելու է, թե ինչպիսի խորհրդարան ենք մենք ունենալու եւ այդ խորհրդարանը ինչպիսի կառավարություն է ձևավորելու եւ Հայաստանի Հանրապետությունը իր մարտահրավերները ինչպես է դիմագրավելու։ Ժողովրդավարական համախմբում կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Սուրեն Պետրոսյանն էլ քվեարկել է հանուն հայկական պետության ձևավորման։ Պարզ էր դառնում, որ քաղաքացիները իրականում փոփոխություններ են ուզում, համակարգային փոփոխություններ են ուզում, թե ինչքանով դա կարտահայտվի քվեների տեսքով կտեսնենք, որովհետև հոգեբանական ճնշումները կասեմ կամ զանգվածային լրատվամիջոցների միջոցով գիտակցության մանիպուլյացիաները բավականին ինտենսիվ էին տեղի ունենում այս օրերի ընթացքում, անգամ լռության օրը։ Վեհափար Հայրապետը ընտրատեղամաս է այցելել առավոտյան։ Քվեարկության ավարտից հետո ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ օրհնությունն ու բարեմաղթանքները հղելով հայ ժողովրդին ու հայրենիքին։ Անսասան պահի հայոց պետությունը օրհնի մեր ժողովրդին հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին ծանր այս փորձությունները եւ կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարկ եւ բարոր երկիր։ Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց։ Արմինե Գևորգյան, Ռադիոլուր։